Այսօր մենք արել ենք շատ վճռական եւ պատմական մի քայլ։ Մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել կոնֆլիկտի փակուղուց, հուսահատ կոնֆլիկտի փակուղուց, որը Հայաստանին ոչինչ բացի կորուստների չէր խոստանում, ոչինչ բացի զոհերի չէր խոստանում, եւ մենք Հայաստանի Հանրապետությունը դուրս ենք բերել այդ փակուղուց, վերադարձրել ենք Հայաստանի Հանրապետության ժողովրդին եւ Հայաստանի Հանրապետությունը դրել ենք երկարաժեմ կետ զարգացման հուսալի ճանապարհի վրա։ Սա է փոխվել Հայաստանի Հանրապետությունում։ Մենք թալանվածը վերադարձրել ենք ժողովրդին եւ միլիարդավոր դոլարներ, որ նախկինում հոսում էր օլիգարխիայի քրեական իշխանության գրպանները, այսօր հոսում է ժողովրդի գրպանը, այսօր հոսում է ժողովրդի գրպանը, ինչպես կառուցվող ճանապարհների ձևով։ Այսօր Իջևանում տասնյակ ճանապարհներ, որոնք տասնյակ տարիներով բառից բուն իմաստով քանդուքարափ են եղել, այսօր վերադարձվել են իջևանցիներին, այսօր վերադարձվել է քաղաքացուն։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում նույն Տավուշի մարզում մանկապարտեզներ, որ ապօրինի օտարված են եղել, վերադարձվել են ժողովրդին։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում շուրջ 70-ից ավել ապօրինի սեփականաշնորհված մանկապարտեզներ գտնվում են ժողովրդին եւ համայնքներին վերադարձման փուլում։ Այսօր մենք ավարտում ենք 500 մանկապարտեզի կառուցման ծրագիրը, ավարտում ենք 300 դպրոցի կառուցման ծրագիրը։ Մենք այդ ամենը անում ենք եւ արել ենք թալանը կանգնեցնելու եւ թալանվածը ժողովրդի բարեկեցությանը ծառայեցնելու միջոցով։ Այսօր Հայաստանի Հանրապետությունում առաջին անգամ միջին կենսաթոշակը ավելին է, քան նվազագույն սպառողական զամբյուղը։ 2018 թվականի նվազագույն 16,000 թոշակը այսօր դարձել է նվազագույն 46,000 դրամ թոշակ, դրան գումարած անկանխիկ առևտրի պարագայում հետ վճարի հնարավորությունը։ Այսօր մինչև 18 տարեկան երեխաները իրենց պետության եւ պետական բյուջեի հաշվին ստանում են առողջության ապահովագրություն, այսինքն ապահովում են նրանց առողջապահական նվազագույն կարիքները եւ 65+ տարիքի մեր բոլոր թոշակառուները օգտվում են առողջության ապահովագրությունից, որը ապահովում է նրանց նվազագույն առողջապահական կարիքները։ Եվ սա է, որ տեղի է ունեցել եւ փոխվել է Հայաստանի Հանրապետությունում։ Այսօր Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում 1931 տուն է կառուցվում 16 միլիոն դրամի ծրագրով։ 1931 տուն։ Դա գիտեք ինչ է նշանակում։ Դա նշանակում է մեր մետաղագործների թաղամասի նահարգանի շենքերը գիտեք, չէ՞։ Դա նշանակում է 60 հատ այդպիսի շենք, որովհետև 60 այդպիսի շենքերում է, որ կարող է տեղավորվել 1931 բնակարանը, տունը, առանձնատունը։ Եվ այս ամենը արվում է պետական բյուջեի հաշվին։ Եվ այն մարդիկ, ովքեր բայղուշի նման ահազանգում էին, թե Կիրանցը դատարկվելու է, թե ոսկեպարը դատարկվելու է, թե Բաղանիսը դատարկվելու է, թե Բերքաբերը դատարկվելու է, թե մեր գյուղերը հանձնում են Ադրբեջանին, այսօր թող գնան տեսնեն, թե ինչ է կատարվում Կիրանցում, ինչ է կատարվում ոսկեպարում, ինչ է կատարվում Բերքաբերում։ Բերքաբերը որպես գյուղ այսօր իր նախկին կրկնապատիկի ծավալով աճում է, որովհետև այնտեղ իր չափով, իր նախկինում գոյություն ունեցածի չափով տներ են կառուցվում 16 միլիոնի ծրագրով։ 2 տարի արդեն Հայաստան-Ադրբեջան սահմանին մենք ոչ զոհ ունենք, ոչ վիրավոր։
2 տարի արդեն մի քիչ ավելի քիչ երևի 2025 թվականի օգոստոսի 8-ից հետո ի վերջո Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչները իրենց խոհանոցից հյուրասենյակ գնալիս դա անում են առանց մտավախության եւ առանց անվտանգության լրացուցիչ միջոցների։ Իսկ այսօր մենք առերեսվում ենք քննադատությունների հետ, որոնք իրենց բնույթով անհեթեթ են։ Պաշտպանության նախարար նշեց, թե ասում է զորահանդեսից հետո Սերժ Սարգսյանը ասել է մեր բանակը որբ է։ Բանակը որբ էր քո ժամանակ, որովհետև մեր զինվորներին կերակրում էիք թերմացքով։ Մեր բանակը չուներ սպառազինություն, մեր բանակի սպառազինության 70-80%-ը ուրիշների դեն շպրտած սպառազինության թերմացքներն էին, իսկ այսօր բանակը սպառազինված է ժամանակակից, գեր ժամանակակից սպառազինությամբ։ Պարոն Ռուբինյանը իր խոսքում նշեց, թե բանակը ձեռք է բերել միլիոնավոր դոլարների զենք եւ զինամթերք, բայց ես ուզում եմ ճշգրտել, մեր բանակը միլիոնավոր դոլարների զենք եւ զինամթերք չի ձեռք բերել։ Մեր բանակը միլիարդավոր դոլարների զենք եւ սպառազինություն է ձեռք բերել։ Եվ նախորդ օրը Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսին մենք բոլորս տեսանք ոչ միայն օտարերկրյա արտադրության, այլ որ շատ կարևոր է Հայաստանի Հանրապետության արտադրության ժամանակակից եւ գերժամանակակից սպառազինություն, որը այսօր արտահանվում է զարգացած երկրներ։ Բայց ես նորից ուզում եմ ընդգծել, որ այն ինչ որ ասացի, այդ ամեն ինչը շատ կարևոր է։ Այո, շատ կարևոր է եւ ինձ համար անձնական հարց էր նաեւ։ Մեր քաղաքային զբոսայգին, ուր այդ թվում իմ մանկությունն է անցել, վերադարձնել համայնքին եւ վերադարձնել երեխաներին նոր վիճակով եւ նոր կարգավիճակով։ Բայց Ժողովուրդ ջան, այդ ամեն ինչը իմաստ չէր ունենա առանց խաղաղության։ Եվ ամենակարևոր փաստը, որով ես այսօր եկել եմ իմ ծննդավայր, իմ հայրենի, իմ սիրելի, իմ հարազատ Իջևան, հետևյալն է. Հայաստանի Հանրապետությունում հաստատված է խաղաղություն եւ ես բոլորիս շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Բայց ամենակարևոր հարցը, որը պետք է պատասխան ստանա այս ընտրությունների արդյունքներով, շարունակաբար մնում է հետևյալը. Արդյոք Հայաստանի քաղաքացին տեր կանգնելու է խաղաղությանը, որովհետև ամենակարևոր հարցը, որին պիտի պատասխանեն ընտրությունների պաշտոնական արդյունքները հենց դա է։ Մեզ անհրաժեշտ է տեր կանգնել խաղաղությանը, որովհետև մեր 9 ամսական խաղաղությունը 9 ամսական երեխայի նման չի ապրի, եթե մենք նրան տեր չկանգնենք։ Առավել ևս, որ հիմա պատերազմի եռագլուխ կուսակցությունը մեզ փորձում է եւ ժողովրդին փորձում է համոզել, որ մենք ի վիճակի չենք տեր կանգնել խաղաղությանը, որ մենք ի վիճակի չենք տեր կանգնել պետությանը, որ մենք ի վիճակի չենք տեր կանգնել մեր ապագային եւ մեր անկախությանը։ Մենք ասում ենք ոչ, մենք համոզված ենք, որ Հայաստանի Հանրապետությունում
ձևավորվել է եւ ձևավորված է ժողովուրդ, որը կարող է եւ պետք է տեր կանգնի խաղաղությանը։ Այս է պատճառը, որ մենք բոլորիդ կոչ ենք անում, խնդրում ենք, հորդորում ենք, որ 2026 թվականի հունիսի 7-ին գնաք ընտրական տեղամասեր եւ տեր կանգնեք խաղաղությանը, գործելով հետեւյալ տրամաբանությամբ։ Ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, բայց շատ կարևոր է արձանագրել, թե ինչ է նշանակում քվեարկել 16-ին։ 16-ին քվեարկել նշանակում է տեր կանգնել պետությանը, տեր կանգնել անկախությանը, տեր կանգնել ապագային, տեր կանգնել խաղաղությանը։ Եվ շատ կարևոր է արձանագրել, որ այո, սա ժողովրդի առաքելությունն է, բայց որևէ անհատ չպետք է իրեն թաքցնի ժողովրդի մեջ, ժողովրդի թիկունքում եւ ժողովրդի բազմության մեջ։ Այս է պատճառը, որ մենք կոչ ենք անում բոլորիդ առերեսվել այն փաստի հետ, որ պետության ապագան, խաղաղության ապագան, անկախության ապագան կախված է մեկ մարդուց, ընդամենը մեկ մարդուց, այսինքն այս բարդ, գերբարդ, թվացող թնջուկների եւ հանդգույցների լուծումը պետք է տա մեկ մարդ, ընդամենը մեկ մարդ, եւ այդ մեկ մարդը դու ես, 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 ով է այն մարդը, որ պատրաստ է վերցնել իր բաժին պատասխանատվությունը հանուն պետության, հանուն խաղաղության, հանուն անկախության, հանուն ապագայի։ Բարձրացրեք ձեր ձեռքերը, բոլոր են մարդիկ, որ պատրաստ են սրան, եւ ահա այս մարդկանց, այս մեկ մարդկանց հավաքական ամբողջությունն է, որ կոչվում է Հայաստանի Հանրապետության հպարտ, արժանապատիվ եւ պետականատեր ժողովուրդ։ Եվ ուրեմն ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, ընտրություններ 2026-ին քվեարկում ենք, որովհետև պետությանը, անկախությանը, ապագային, խաղաղությանը, Դիլիջանին, Բերդին, Նոյեմբերանին, Իջևանին, Տավուշի մարզին, Երևան մայրաքաղաքին, Հայաստանի Հանրապետությանը, փառք նահատակներին եւ կեցցե Հայաստանի Հանրապետությունը։ Եվ քանի որ բոլորս մայիսի 28-ի զորահանդեսի դրական լիցքերի եւ տպավորությունների ներքո ենք, ես ուզում եմ առաջարկել, որ օրվա մեր հանդիպումները ամփոփենք հենց նրանով, ինչով առավոտյան մենք այսօր սկսեցինք այրում